2008 թվականի մայիսի 14-ին 19-ամյա երիտասարդը քոլեջի ավարտական երեկույթից հետո այդպես էլ տուն չվերադարձավ։ Այս դեպքը, ինչպես շատ այլ դեպքեր, բավական լայն տարածում ստացավ, հաշվի առնելով իր անհասկանալի մանրամասները, տարօրինակ հեռախոսազանգը եւ դեպքի առեղծվածը։ Եվ այսպես 2008 թվական մայիսի 14 Միացյալ Նահանգներ, նահանգ Մինեսոտա, երիտասարդ 19-ամյա Բրենդոն Սվանսոնը ապրում էր իր ընտանիքի հետ տվյալ նահանգի Մարշալ քաղաքի խաղաղ բնակավայրերից մեկում։ Նա շատ խելացի եւ հավասարակշռված տղա էր։ Այդ ճակատագրական օրը մայիսի 14-ին տղան ավարտեց իր ուսումը քոլեջում եւ ինչպես շատերը, այնպես էլ Բրենդոնը ընկերների հետ միասին որոշեց նշել եւ անցկացնել ավարտական երեկույթ։ Դա նորմալ երևույթ է ավարտականների համար։ Նրանք մի քանի ընկերներով որոշում են երեկույթն անցկացնել Կամբի քաղաքում, մեկ այլ ընկերոջ տանը, որը գտնվում է մոտ 70 կիլոմետր հեռու։ Ամեն ինչ նորմալ է։ Նրանք հավաքվում են եւ անցկացնում շատ լավ ժամանակ։ Կեսգիշերից մի փոքր ուշ ժամը մոտ 01:20-ի սահմաններում, չնայած որ ընկերները փորձեցին համոզել նրան մնալ, Բրենդոնը որոշում է վերադառնալ տուն, ասելով, որ առավոտյան ծնողների հետ պլանավորված գործեր ունի։ Նա չէր չարաշահել ալկոհոլը, ինչպես ավելի ուշ կնշեին իր ընկերները։ Ամբողջ երեկույթի ընթացքում նա խմել էր քիչ քանակությամբ գարեջուր եւ ասաց, որ իրեն լավ է զգում եւ կարող է անվտանգ վարել մեքենան։ Բրենդոնը հրաժեշտ է տալիս ընկերներին, նստում իր Chevrolet Lumina տեսակի ավտոմեքենան եւ շարժվում։ Նա իր ընկերներին ասել էր, որ շուտով կայցելի նրանց, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սա լինելու է վերջինը, որ իրենք տեսնում են իրենց ընկերոջը եւ որ այս դեպքը վերածվելու է մի մեծ առեղծվածի։ Եվ այստեղից սկսվում է մի պատմություն, որի բացահայտումը մինչ օրս մնում է առեղծված։ Վերադարձի ճանապարհին Բրենդոնը հանկարծ տեսնում է մեկ այլ անհարթ հողային ճանապարհ։ Տղան կարծում է, որ այդպես ավելի կարճ կլինի տան ճանապարհը, քան հիմնական մայրուղիով, եւ որոշում է շեղվել եւ երթևեկել այդ ճանապարհով։ Բայց ինչպես պարզվելու է ավելի ուշ, իրականում դա լինելու է ճակատագրական մի սխալ նրա համար։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո մեքենայի անիվները ընկնում են փոքր առվակի մեջ։ Բրենդոնը ամեն կերպ փորձում է դուրս հանել իր տրանսպորտային միջոցը առվակից, բայց անարդյունք, ոչինչ չի ստացվում։ Մոտակայքում չի լինում ոչինչ։ Շուրջ բոլորը գյուղատնտեսության համար դաշտեր են։ Նա զանգահարում է ծնողներին եւ ասում, որ մեքենան ընկել է առվակի մեջ, բայց ինքը բոլորովին անվնաս է եւ խնդրում ծնողներին գալ իր ետևից։ Հայրն ու մայրը, Բրայանն ու Էնը անմիջապես նստում են իրենց ամենագնաց մեքենան եւ շարժվում։ Բրենդոնը նրանց ասում է, որ գտնվում է Լինդ քաղաքի մոտակայքում եւ որ իր մեքենան գտնվում է գյուղական հողոտ ճանապարհներից մեկում։ Այս ամբողջ ընթացքում նրանք հեռախոսով խոսում են։ Հայրն արդեն սկսում է անհանգստանալ եւ ասում է Բրենդոնին, որ չանջատի հեռախոսը, մինչ իրենք կհասնեն։ Այս ընթացքում Բրենդոնը փորձում է նկարագրել կոնկրետ տարածքը, որտեղ նա է, բայց իրականում կա մի մեծ սխալ, որի մասին դեռ ոչ ոք չգիտի։ Բրենդոնն ասաց, որ առջևում տեսնում է ինչ-որ լույսեր, որոնք ըստ իրեն պետք է լինեն Լինդ քաղաքի լուսավորությունը։ Նա վստահ է, որ ուղղությունը ճիշտ է եւ ասում ծնողներին. «Մինչ դուք կգաք, ես ոտքով գնում եմ այդ ուղղությամբ եւ ճանապարհին ձեզ կհանդիպեմ»։ Քիչ անց Բրայանը եւ Էնը հասնում են Բրենդոնի նկարագրած վայրը, որտեղ պետք է լինի նա, բայց նա այնտեղ չի լինում։ Ծնողները մեքենայով սկսում են շրջել ամբողջ տարածքը Լինդ քաղաքի մոտակայքում, բայց անարդյունք։ Չի երևում ոչ Բրենդոնը, ոչ մեքենան, ոչ էլ այն հողային գյուղական ճանապարհը։ Այս ընթացքում տղան շարունակում է քայլել դեպի այդ լույսերը։ Մի պահ հեռվում հանկարծ նա տեսնում է մի մեքենա, որը շրջվում եւ մոտենում է իրեն։ Նա կարծում է, որ դա ծնողներն են եւ ասում հորը. «Ես ձեզ տեսնում եմ, կանգնեցրեք մեքենան, հիմա կգամ դեպի ձեզ»։ Բրայանը, հայրը, կանգնեցնում է մեքենան, դուրս գալիս նայում շուրջը եւ սպասում Բրենդոնին, բայց կրկին ոչինչ չի երևում։ Ոչ Բրենդոնը, ոչ մեքենան, ոչ էլ այն քաղաքի լույսերը, որ նա ասում էր։
4 բոլորը մութ է։ Եվ այստեղ րոպեների ընթացքում տեղի է ունենում մի բան, ամենայն հավանականությամբ սարսափելի մի բան, որի բացահայտումը մինչ օրս մնում է մի մեծ առեղծված իրավապահների համար և համարվում ԱՄՆ-ի ամենախորհրդավոր անհետացման դեպքերից մեկը։ Ժամը մոտ 02:30-ին, երբ Բրենդոնը շարունակ խոսում էր իր հոր հետ, հանկարծ նա ասաց հետևյալ նախադասությունը. «Օհ, գրողը տանի»։ Սա եղավ նրա վերջին բառերը, թե ինչ կատարվեց այդ պահին տղայի հետ, մինչ օրս մնում է անհայտ։ Հայրը մի քանի անգամ կանչեց որդուն, բայց պատասխան չկա։ Տարօրինակն այն է, որ հեռախոսազանգը միայն 2 րոպե անց է անջատվում։ Նրանք սպասեցին որոշ ժամանակ, մտածելով, որ կապը գուցե կտրվել է և որ ուր-որ է Բրենդոնը ետ կզանգահարի, բայց նա այդպես էլ չզանգահարեց։ Ծնողները սկսեցին մեքենայով շրջել ամբողջ տարածքը, մեկ առ մեկ բոլոր փողոցները, փորձելով նորից ու նորից զանգահարել նրան, բայց անարդյունք։ Ամենավատն այն է, որ իրականում նրանք դեռ տեղյակ չեն, որ գտնվում են միմյանցից տասնյակ կիլոմետրեր հեռու։ Մի քանի ժամ անընդմեջ որոնելուց հետո, առավոտյան ժամը 06-ի սահմաններում, երբ արդեն պարզ էր, որ որդին չի վերադառնում, ծնողները դիմեցին Լինդ քաղաքի ոստիկանությանը և հայտնեցին իրենց տղայի անհետացման մասին, սակայն ոստիկանները սկզբում անմիջապես չընդունեցին դեպքը որպես անհետացում, ասելով, որ Բրենդոնը գուցե ճանապարհին մտափոխվել և վերադարձել է ընկերների մոտ, իսկ հեռախոսի մարտկոցը գուցե լիցքաթափվել է։ Այս ամենը ոստիկանության կողմից բացատրվում է նրանով, որ այդ տարիքի դեռահասները հաճախ երեկույթներից հետո 1, նույնիսկ 2 օր տուն չեն վերադառնում, և դա տարօրինակ չէ, պետք է սպասել 24-ից 48 ժամ։ Բայց ծնողները պնդեցին, որ Բրենդոնը առանց իրենց տեղյակ պահելու չէր գնա որևէ տեղ, նույնիսկ ընկերների մոտ, և ասացին, որ նրա հետ միգուցե ինչ-որ վատ բան է պատահել, քանի որ նրա ձայնը հանկարծ ընդհատվեց, իսկ հեռախոսը դեռ չէր անջատվել։ Սա լինում է բավական հիմք ոստիկանությանը գործի անցնել։ Երբ սկսվում է որոնումները, պարզ է դառնում մի փաստ։ Ծնողները և Բրենդոնը ամբողջ գիշեր գտնվել են բոլորովին տարբեր կողմերում։ Իրական հեռավորությունը նրանց միջև կազմել է ավելի քան 50 կիլոմետր։ Բրենդոնը կարծում էր, որ գտնվում է Լինդ քաղաքի մոտակայքում, բայց իրականում նա շփոթել է ճանապարհը և հայտնվել բոլորովին այլ տարածք։ Առավոտյան շերիֆի գրասենյակը կազմակերպեց լայնածավալ որոնումներ, գործին միացան փրկարարական խմբեր, տասնյակ կամավորներ, ուղղաթիռներ և որոնողական շներ։ Շուտով հայտնաբերվեց Բրենդոնի ավտոմեքենան հողային նեղ ճանապարհի եզրին, առվի մեջ ընկած, ինչպես նա նկարագրել էր ծնողներին, բայց առանց բախման հետքերի։ Դռները բաց էին, իսկ բանալին ներսում, բայց չհայտնաբերվեց որևէ կասկածելի բան։ Շները վերցրեցին Բրենդոնի հոտը և շարժվեցին դեպի հարավ մոտ 1,5 կիլոմետր և մի պահ կանգ առան գետի մոտակայքում։ Սկզբում հետաքննիչները ենթադրեցին, որ Բրենդոնը գուցե փորձել է անցնել ջրային տարածքը, մտածելով, թե հեշտ կլինի, սակայն գետը այդ գիշեր բարձրացած էր գարնանային հալոցքի պատճառով և հասնում էր մոտ 3 մետր խորության։ Ենթադրաբար նա ընկել է ջուրը և ուժեղ հոսքի մեջ խեղդվել։ Իրավապահները հաշվի առան նաև այն փաստը, որ Բրենդոնը հնարավոր է գինովցած է եղել, բայց նրա երեկույթի մասնակից ընկերները հերքեցին դա, ասելով, որ Բրենդոնը գրեթե չէր օգտագործել ալկոհոլ, խմել էր ընդամենը կես բաժակ գարեջուր և գտնվում էր բոլորովին սթափ վիճակում։ Մայրը նույնպես ասաց, որ երբ խոսում է նրա հետ, չէ զգացում, որ նա գինովցած է։ Հետևելով հոտին, շները շարունակեցին ճանապարհը գետի մյուս կողմում, դեպի հողոտ ճանապարհ, և հենց այդտեղ կորցրեցին հոտը, թե ինչ կարող էր պատահել երիտասարդի հետ մնում է առեղծված։ Որոնումները գրեթե ողջ ռեսուրսով շարունակվեցին շաբաթներ շարունակ, բայց ոչ մի հետք Բրենդոնից այդպես էլ չհայտնաբերվեց։ Այդ պահից սկսած Բրենդոն Սուանսոնի գործը դարձավ Միացյալ Նահանգների ամենախորհրդավոր անհետացումներից մեկը։ Երբ բոլոր հնարավոր ուղղությունները ստուգվեցին և չհայտնաբերվեց ոչինչ, ոստիկանությունը սկսեց ուսումնասիրել հնարավոր հանցագործության վարկածը։
ինչին հակված են շատերը, այդ թվում նաև ծնողները։ Ենթադրվում է, որ այն մեքենան, երբ Բրենդոնը տեսավ ճանապարհին եւ մտածեց, որ դա ծնողներն են, գուցե նա հանդիպել է վատ մարդկանց, ովքեր կանխամտածված հետապնդել եւ առևանգել են նրան։ Չի բացառվում նաև այն փաստը, որ Բրենդոնը միգուցե քայլելիս հանդիպել է հանցախմբի, ովքեր հենց այդ պահին զբաղված են եղել մաքսանենգ ապրանքների գործով եւ չեն ցանկացել ավելորդ վկա լինի։ Ըստ այս վարկածի Բրենդոնը սպանվել է, իսկ մարմինը թաքցվել հեռու մի վայրում։ Շրջանառվում է նաև մի վարկած, որը ըստ շատերի ծայրահեղ քիչ հավանական է, բայց բացառված չէ։ Ըստ դրա, միգուցե այս ամենը կազմակերպել է հենց Բրենդոնը, որ ընդմիշտ անհետանա, բայց ծնողները դա հերքեցին, ասելով, որ դա անհեթեթություն է եւ իրենց որդին հոգեպես կայուն տղա էր եւ նման բան երբեք չէր անի։ Բայց ահա հաջորդ վարկածին հակված են շատերը, ըստ որի, երբ Բրենդոնն ասաց գրողը տանի, այդ պահին միգուցե նրա հեռախոսը ընկավ գետը, իսկ նա տեսնելով, որ այդ տարածքում ոչինչ չկա, որոշում է լողալով անցնել գետի մյուս կողմը եւ շարունակել ճանապարհը, եւ ահա թե խնդիրն ինչում է կայանում։ Այդ գիշեր ջերմաստիճանը +3 Ցելսիուս է։ Ենթադրվում է, որ Բրենդոնը ցրտահարվել եւ ստացել է հիպոթերմիա, ինչի հետևանքով ուշագնաց է եղել եւ ընկել դաշտում, իսկ լուսաբացին դաշտում աշխատող հսկա տրակտորը անցել է նրա վրայով եւ կտրատել։ Ապա վարորդը նկատել է եւ վախից թաքցրել բոլոր հետքերը։ Հետագա պատասխանատվությունից խուսափելու համար որոշները կարծում են, որ տրակտորի վարորդը կապ ունի Բրենդոնի անհետացման հետ, թեպետ չի հայտնաբերվել որևէ փաստ կամ ապացույց։ Ենթադրվում է, որ նա միգուցե ընկել է շատ խորը փոսի մեջ, որտեղից ինքնուրույն դուրս գալը եղել է անհնար, բայց ստուգվել են բոլոր փոսերը եւ չի հայտնաբերվել ոչինչ։ Այս բոլորը միայն ենթադրություններ եւ վարկածներ են, մինչ օրս չի հայտնաբերվել որևէ իրեղեն ապացույց կամ փաստ, ինչը կհաստատեր վարկածներից որևէ մեկը։ Մինչ օրս Բրենդոն Սվանսոնի գործը մնում է բաց եւ չբացահայտված։ Տղան կարծես անհետացավ մոլորակից առանց որևէ հետքի։ Իսկ նրա ծնողները տարիներ շարունակ երեկոյան ժամերին տան դրսի լույսերը միշտ վառ են թողում, ի խորհրդանիշ, որ միգուցե իրենց որդին մի օր տուն կվերադառնա։ Միգուցե ապագայում բացահայտվի այս առեղծվածը եւ պարզ դառնա, թե ինչ է կատարվել երիտասարդի հետ այդ ճակատագրական գիշերը։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։